Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Զվարթնոցի մեջ մարտական եղբայրության հանդիպում, իշխանի շղթան սահմանը բաբանող զինվորներուն, Վահագնի արձանիկին ստեղծողն ու անոր առաքելությունը, Վահագն Տյուծազնի արձանը վերադարձավ Երևանի կենտրոնը, Անին միջազգային գիտաժողովի եւ ցուցահանդեսի կենտրոնը, Էլազığի մեջ հայկական գերեզմանատան վրա շինարարության հարցը հասած է խորհրդարան, հայկական լեգիոնը Գիլիկիո մեջ եւ Կեսապցի գամավորները, Սասունի անարեկ ժայռը։ Զվարթնոցի մեջ տեղի ունեցավ չերմ եւ խորհրդանշական հանդիպումը նվիրված ազատամարտիկ Վոլոդիա Ավետիսյանին եւ անոր նախկին հրամանատար Լեոնիդ Ասկալտյանին։ Միջոցառման ընթացքին Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Գարո Ղարաբեդյան իշխանի շղթա բադվավոր բարգեւով գնահատեց Վոլոդիա Ավետիսյանի զինվորները, ընդգծելով անոնց ծառայությունն ու հայրենասիրությունը։ Հանդիպումը անցավ հուզիչ մթնոլորտի մեջ, վերահաստատելով հրամանատարներու եւ զինվորներու անխզելի գաբը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Գարո Ղարաբեդյան այցելեց Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղը։ Այցելության ընթացքին ան հանդիպեցավ սահմանը պաշտպանող հայ զինվորներուն եւ բարձր գնահատելով անոնց ծառայությունը զանոնք պարգեւատրեց իշխանի շղթա բադվավոր շքանշանով։ Շեշտվեցավ սահմանապահներուն կարևոր առաքելությունը եւ անոնց ցերագադարությունը հայրենիքի անվտանգության ապահովման մեջ։ Միջոցառումը անցավ չերմ եւ հայրենասիրական մթնոլորտի մեջ։ Երևանի արվեստի կենտրոնին մեջ տեղի ունեցավ հանդիպումը հասարակական քաղաքական գործիչ Արցախի պատերազմի մասնակից Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Գարո Ղարաբեդյանի եւ արվեստագետ Քարեկին Հարությունյանի միջև։ Հանդիպումը առանձնահատուկ էր, քանի որ Քարեկին Հարությունյանն է Վահագնի արձանիկին հեղինակն ու պատրաստողը, որով Գարո Ղարաբեդյան կբարգեւատրի հայրենանվեր անհատներ։ Քննարկվեցան ազգային արժեքներու պահպանման, մշակույթի զարգացման եւ հերոսական ղերբարներու հանրահռչակման հարցերը, շեշտելով Վահագնի խորհրդանշական նշանակությունը հայ ժողովրդի պատմության եւ ինքնության մեջ։ Հայկական թիթեռանի Վահագն վիշապագաղ Տյուծազնի արձանը վերադեղատրվեցավ Երևանի կենտրոնը քաղաքապետարանի թիմացի բարձեզին մեջ, դառնալով մայրաքաղաքին կարևոր մշակութային եւ ազգային խորհրդանիշներեն մեկը։ Նախաբես Իսագովի բողոքային վրա գտնվող արձանը տեղափոխված է Ռուսաստանի հրապարակ, սակայն վերջնականապես վերադարձավ կենտրոնական տարածք։ Վերադեղատրումը ունի ոչ միայն քաղաքաշինական, այլև խորհրդանշական նշանակություն, ընդգծելով հայկական հին հավատքին, ազգային ինքնության եւ պատմամշակութային ժառանգության արժեվորումը։ Բուդապեշտի մեջ կազմակերպվեցան միջնադարյան հայկական մայրաքաղաք Անիի նվիրված միջազգային ցուցահանդես եւ գիտաժողով։ Անի միջնադարյան հայկական մայրաքաղաքին 1001 հետագա կյանքերը խորագրով միջոցառումը համախմբեց գիտնականներ, արվեստագետներ եւ մշակութային գործիչներ քննարկելու Անիի թերը պատմական հիշողության, մշակույթի եւ ազգային ինքնության մեջ։ Ցուցահանդեսը, որ իրականացվեցավ գիտական ծրագրի ծիրին մեջ, ներկայացուց Անիի աստեցությունը թե հայկական եւ թե միջազգային միջավայրերուն մեջ։ Գիտաժողովին ընթացքին անդրադարձ կատարվեցավ Անիի պատմական ժառանգության, հնագիտական արժեքին եւ մշակութային հիշողության պահպանման հարցերուն, ընդգծելով անոր մնայուն նշանակությունը հայկական ինքնության մեջ։ Դերսիմի պատգամավոր Այդեն Քորդուն Թուրքիո խորհրդարանին մեջ բարձրացուցած է Ղարփյուր գյուղին մեջ գտնվող պատմական հայկական գերեզմանատան տարածքին վրա բնակարանաշինության մասին հարցը։ Պատգամավորի ներկայացմամբ շինարարությունները իրականացված են թոքի գոմե, իսկ աշխատանքներու ընթացքին ըստ տեղական աղբյուրներու հայտնաբերված են մարդկային ոսկորներ եւ կանգեր, մինչդեռ բնակիչներուն փողոքները անդեսված են։ Ան ընդգծած է, որ տարածքը կարևոր հիշողության վայր է հայկական համայնքին համար եւ պահանջած է բարձրապանումներ պատմական հնագիտական ուսումնասիրություններու եւ հողատարածքի ընտրության վերաբերյալ, գոչ ուղղելով նաեւ անկախ քննության եւ մշակութային ժառանգության պահպանման քայլերու։ Առաջին համաշխարհային պատերազմին վերջին շրջանին Արարայի ճակատամարտը դարձավ հայ գամավորական ուժերուն ռազմական կարողության եւ վճռական մասնակցության կարևոր դրսեւորումներն մեկը, շրջադարձային թեր ունենալով Բաղեստինի ռազմաճակատին մեջ եւ ճանապարհ փանալով Թաշնագից ուժերու առաջխաղացման համար։ 1918-ի սեպտեմբերին Արարայի մեջ զոհված հայ գամավորներուն աջունները ամփոփվեցան եղբայրական գերեզմանին մեջ, դառնալով անոնց հիշադակին խորհրդանիշը։ Թաշնագից բանակներու հրամանատար Էդմոնդ Ալենբին իր զեկույցներուն մեջ բարձր գնահատեց հայկական ստորաբաժանումներուն դերը, ընդգծելով անոնց վճռական մասնակցությունը հաղթանակին։ Պատերազմի ավարտեն յետք հայկական լեգիոնը շարունակեց իր գործողությունները մասնակցելով Բաղեստինի, Լիբանանի եւ Սուրիո ազատագրական պայքարներուն, ծանր մարտահրավերական պայմաններու մեջ, սնունդի եւ ջուրի բագասով եւ պատերազմին ավերված բնակավայրերու իրականության դիմաց միաժամանակ օգնություն ցուցաբերելով խաղաղ բնակչության։ 1918-ի նոյեմբերին ֆրանսիական կառավարության որոշումով Արևելյան լեգիոնը վերանվանվեցավ հայկական լեգիոն եւ տեղափոխվեց
փոխվեցավ Գիլիկիա, ուր անոր միացան նաև Քեսաբեն եւ շրջագա բնակավայրերեն գամավորներ, վերադառնալով իրենց հայրենի հողերը։ Լեգիոնը մասնակցեցավ Մերսինի, Ադանայի, Դարսոնի, Այնտաբի եւ Մարաշի շրջաններու ռազմական վերահսկողության, միաժամանակ ականատես դառնալով քաղաքական ժողովրդի ծանր վիճակին եւ ստանցնելով պաշտպանական ու օգնության թեր։ Քեսաբի եւ Գիլիկիո հայկական բնակավայրերը դարձան այս ժամանակաշրջանի գենթանի վկաները, երբ պատերազմը միաժամանակ բերավ թե հաղթանակներ, թե մեծ կորուստներ, իսկ այդ օրերը մնացին որպես հայրենիք վերադարձի եւ ազգային ինքնության ուժեղացման խորհրդանշական շրջան։ Հիշեցնենք նաեւ, որ արարակ գործողութենեն 3 ամիս առաջ Բաթումի մեջ Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը փոխըմբռնման եւ եղբայրության համաձայնագիր կնքեց սրբական բանակին հետ պատերազմի փուրն պայմաններուն մեջ, երբ Արևմտյան Հայաստանի հայությունը կգրեր անմիջական հետևանքները։ Հայկական լեռնաշխարհի Սասոնի Դալվորի գավառին մեջ Մուշեն մոտ 35 կիլոմետր հարավ-արևմուտք Անդոկ լեռան շրջակայքին կգտնվի բնության խորհրդանշական հուշարձան Ֆրֆրկարը։ Ան գդրուկ վեր խոյացող ժայռ մնե, որ դեղացիներուն հիշողության մեջ ունի դարբեր անուններ, իսկ անվանումը կապված է քամիին ցայնին հետ, որ ժայռին անցքերով անցնելով կստեղծե ֆրֆր հնչյուն։ Ֆրֆրկարին ստորոդի դժվարամատչելի ճամփան պատմական օրեն գաբած է Դալվորիգի բնակավայրերը եւ ունեցած է ռազմավարական նշանակություն, վերահսկելով նաեւ Սադանի գամուրջի ուղղությամբ անցուղին։ Դագեն անցնելը վտանգավոր էր եւ կբահանջեր մեծ զսկուշություն։ Ժայռին ներսի քարայրը ծառայած է որպես աբաստան վտանգի ժամանակ, իսկ շրջանի գդրուկ ժայռերն ու ծորերը զայն դարձուցած են դժվար անցանելի, բայց պաշտպանական կարևոր վայր։ Ֆրֆրկարը մինչեւ այսօր կմնա Սասոնի բնաշխարհի խորհրդանշական մաս, հիշեցնելով բնության վեհությունը եւ հոն ապրած ժողովրդին պայքարի ու գոյադեման պատմությունը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։